ձեր կողմից աջակցվող քահանան Տեր Արամը արդեն երկրորդ անգամ լրատվամիջոցների հետ զրույցում ասում է, որ իր սիրելի լիդերը Կադիրովն է եւ շատ լավ կլինի, որ Հայաստանը Կադիրովի նման լիդեր ունենա։ Ես Ինչպես եք վերաբերում շատ վատ այդ մոտեցմանը։ Շատ վատ եմ վերաբերում։ Առանց բայցերի ես այդ մոտեցմանը վերաբերում եմ շատ վատ։ Ընդհանրապես ես խորհուրդ եմ տալիս մեր հոգևորականներին զբաղվել իրենց հոգևոր գործերով։ Չեմ կարող այլ բան հարցնել թեմայի վերաբերյալ։ Տեսնում եք։ Հասկանալի է։ Կարծում եք ձեր խոսքին նա կանսա եւ կզբաղվի իսկապես իր գործերով եւ մյուս անգամ չի հայտարարի, որ Կադիրովը պետք է լինի Հայաստանի ղեկավարը կամ Կադիրովի նման մեկը։ Խնդիրն այն է, որ ես չեմ ուզում իմ խոսքերին անսա, ոչ Տեր Արամն եմ ուզում, որ անսա իմ խոսքերին, ոչ ուզում եմ, որ Ռուբեն Վարդապետ Զարգարյանը անսա իմ խոսքերին, ոչ ուզում եմ Կտրիչ Ներսյանը անսա իմ խոսքերին։ Ես ընդամենը ուզում եմ հոգևորականները զբաղվեն հոգևոր գործերով, լինեն հետևողական իրենց իսկ կանոններում։ Ես չեմ ակնկալում, ես չեմ ուզում, որ Կտրիչ Ներսյանը գնա եւ իր տեղը գա իշխանամետ կաթողիկոս։ Բացարձակ ինձ դա պետք չի, ոչ էլ մեզ դա պետք։ Բայց ես չեմ ուզում, որ ով էլ որ գա, ասի, որ ժողովրդավարությունը վատ բան է,